Գիշերը մեկ անգամ է եղել տագնապ երկրի կենտրոնում, Երուսաղեմում, Իսրայելի ողջ, ասենք ընդհանուր տարածքում, բայց իհարկե հյուսիսում վիճակը շատ ավելի ծանր է։ Մենք հյուսիսում ունենք 3000 հայ, Հայֆան եւ Հրայոտ է կոչում հարակից շրջանները։ Շատ հայեր կան, որոնք ապրում են Լիբանանի սահմանից մոտ 6 կիլոմետր, 5 կիլոմետր հեռավորության վրա, նրանք տեղափոխվել են ավելի անվնաս համեմատաբար Հայֆա քաղաք։ Կյանքը պատերազմական վիճակով է կազմակերպված, այսինքն ողջ մարտ ամիսը դպրոցները, մանկապարտեզները չեն աշխատում, անդադար թիկունքի ծառայությունը կառավարության ուրեմն որոշումներով պայմանավորված երկարացնում է մարդկանց փակ պահելու, հիմնական աշխատանքի վայրերը փակ են, աշխատում են միայն այն ձեռնարկությունները, սննդի, ասենք հասարակական տրանսպորտը, ասենք հասարակական կյանքը սպասարկող ոլորտները, որոնք անհրաժեշտ են երկիրը բնականon աշխատելու համար, կարող ես հանգիստ նույնիսկ ռեստորանից գիշերը սնունդ պատվիրես, մարդիկ արդեն սովոր են հրթիռահարումների տակ, ասենք իրանցիները թարամ արեցին ժողովրդի լեզվով ասած մարդկանց կյանք հարյուրական կյանքը